Այս պահին ես հրապարակում եմ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր դեսպաններին ուղղված Հայաստանի կոմունիստական կուսակցության Գյումրու հավաքանու ֆրակցիայի հայտարարությունը, խնդրելով շատ արագ տեղում գալ Գյումրի և ծանոթանալ սարսափելի իրավիճակին, տերորին, ռեպրեսիային, հալածանքին և հաշվեհարդարին, որ տեղի ունենում Գյումրու քաղաքապետի նկատմամբ այս պահին։ Հարգելի դեսպաններ, Հայաստանի իշխանությունների կողմից վերջին օրերին առավել հետևողականորեն քաղաքական և ուժային տարբեր միջոցների և գործիքների կիրառմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար և հետապնդում Գյումրուն դրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Քաղաքական հալածանքն առավել թեժացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գյումրու քաղաքապետի նկատմամբ քաղաքական բռնաճնշումներ իրականացնելու հրապարակային հրահանգով։ Այն տրվեց Հայաստանի ազգային ժողովի ամբիոնից։ Վարչապետը բառացիորեն հայտարարեց, որ Գյումրու քաղաքապետի պետք է դուրս շպրտել հանրային և քաղաքական դաշտից, ինչը նշանակում է կյանքի ֆիզիկական գոյության նկատմամբ սպառնալիք։ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին բռնադատվել է հայ առաքելական եկեղեցու 3 սրբազան, հիմա արդեն տեսնում ենք թիվը ավելանում է, հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ իրականացնում են շարունակական բռնարարքներ, բանտարկում են մարդիկ, որոնք իրենց անհամաձայնությունն են հայտնել վարչապետի և վարած քաղաքականության նկատմամբ։ Սա խոսքի, մտքի, այլախոհության դեմ տարվող հետևողական քաղաքականություն է, ժողովրդավարության անվան տակ։ Հարաքար համայնքի վերջերս սպանված ղեկավարի ճակատագիրը սպառնում է և ազդակ է բոլոր ընդդիմադիր քաղաքապետերին։ Տեղին ենք համարում հիշեցնել, որ 2007 թվականի ապրիլի 2-ին Երևանից Գյումրի վերադառնալու ճանապարհին մահափորձ իրականացվեց Գյումրու քաղաքապետի նկատմամբ, որի հետևանքով եղան մահացած և ծանր վիրավորված անձինք։ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետին ոստիկանների կողմից ապօրինի ձերբակալելու փորձը վարչապետի կողմից արված վերջին հրահանգի շարունակությունն էր։ Հիմա շարունակությունը գործողության, այսօր արդեն հոկտեմբերի 20-ն է և այս ամեն ինչը շարունակական է։ Սուրմով ցանկանում ենք տեղեկացնել ձեզ ծավալվող և ակնհայտորեն զարգացման միտում ունեցող բռնաճնշումների մասին Գյումրու օրինական ընտրված ընդդիմադիր քաղաքապետի նկատմամբ։ Սույն հայտարարությունը բաց է բոլորի համար, ովքեր կմիանան, տալիս է հայտարարությունը Գյումրու հավաքանու կոմունիստական կուսակցությունը, սա հրապարակված է մեր էջում։ Բացի դա, հիմա կոչով ես խնդրում եմ Գյումրու քաղաքապետի խորհրդականս բոլոր հավաքանու ֆրակցիաների մեր քաղաքը դաշինք, իմ հզոր համայնք, կոմունիստական կուսակցություն, քաղաքացիական պայմանագրից եթե տեղյակ են տեսնում են այս ամեն ինչը և իրենց դուր չի գալիս, կարող են ևս գալ, միանալ, կոչ եմ անում ազգային ժողովի բոլոր ֆրակցիաներին ընդդիմադիր, պատգամավորներին ուղարկել այստեղ Գյումրի, եկեք տեսեք իրավիճակը, նորից եմ կրկնում, դեսպաններ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված, Եվրոպայի դեսպան Վասիլիուս Մարագոս, եթե չեմ սխալվում, դուք եվրոպական արժեքներ թավանող եք, ձեր երկրներում նման կերպ են վարվում ընդրված, բայց ընդդիմադիր քաղաքապետերի հետ։ Ուրեմն բոլոր դեսպաններին ևս խնդրում ենք մենք գալ այս պահին հասնել Գյումրու քաղաքապետարան։ Տանում են Վարդան Ղուկասյանին, փորձում են ձերբակալել, միայն նրա համար, որ ինքը ունի ավտոնոմ մտածելակերպ և ոչ քաղաքական այսօրվա կուրսին համահունչ։ Այսքան։